Յորջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, մեծահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակի տեխնացու Էլինար Վարդանյանի հետ, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերելու համար։ Տիկին Վարդանյան, քարոզարշավից ինչ կա չկա, դուք մարզերից մարզեր եք գնում եւ անկեղծորեն ինձ շատ դուր է գալիս ձեր քարոզարշավը, ինչքան որ փորձել եմ հետևել այն մեսիջները, ծրագրերը, որը փորձում եք ժողովրդին հասնել։ Արդյոք ժողովուրդը այն ինչ որ դուք ներկայացնում եք դրա կարիքը ունի, մեկ, եւ երկրորդը ինչպես է վերաբերմունքը, որովհետեւ մենք 21-ին տեսել ենք, որ այդքան էլ, հա, կոնկրետ Ծառուկյանի հետ կապված վերաբերմունքը այնպիսին էր արդյունքների առումով, որ նույնիսկ շեմը չհաղթահարվեց։ Նախ շնորհակալություն, որ հրավիրել եք եւ հնարավորություն եք տալիս եւս մեկ անգամ Այո, ներկայացնել խոսել մեր ծրագրերի մասին եւ նաեւ նախընտրական քարոզարշավի մասին։ Եվ շնորհակալություն, որ հավանում եք քարոզարշավը, որը իրականացվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից։ Իրականում քարոզարշավը շատ դինամիկ է ընթանում եւ դուք ինքներդ էլ դրա ականատեսն եք լինում։ Կարևոր սկզբունքը, որ մենք որդեգրել ենք եւ դրանով էլ առաջնորդվում ենք ողջ քարոզարշավի ընթացքում, դա նախ չտրվել սադրանքներին, չվիրավորել, չնեղացնել, լսել բոլոր քննադատությունները, եթե այդ քննադատությունները իհարկե խելամիտ են եւ ընդունելի են, ապա ընդունել դրանք, եթե ոչ, ապա պարզապես բերել հակափաստարկներ եւ չմտնել այսպես որևէ վեճի կամ վիրավորանքի։ Իսկ հնարավոր է առանց դրա։ Շատ բարդ է, անկեղծ շատ բարդ է, որովհետեւ մենք գիտենք, որ իշխանությունը առանձնանում է իր սադրիչ վարքագծով, վիրավորանքներով, սպառնալիքներով, շատ երբեմն նույնիսկ հայհոյանքներով, եւ այս պարագայում իհարկե շատ բարդ է չտրվել սադրանքին, բայց ես ուզում եմ կրկնել Ծառուկյանի մի արտահայտություն, որ կլասը չենք գցելու։ Այսինքն մենք չենք իջնելու իրենց խոսույթի մակարդակին եւ չենք փորձելու իրենց պատասխանել նույն բառապաշարով, նույն խոսույթով, ինչ իրենք օգտագործում են։ Հաջորդ կարևոր հանգամանքը մենք մեր առջև դրել ենք խնդիր ժողովրդին հասցնել ծրագիրը։ Այսինքն ոչ թե ժողովրդին ասել, թե ինչքան վատն է Նիկոլը, գիտեն, մարդիկ դա արդեն շատ լավ գիտեն։ 5 տարի ազգային ժողովում դա տեսել են։ Դա արվել է, այսինքն մարդիկ արդեն գիտեն, թե ով է Փաշինյանը, ինչ է արել եւ ինչ է անելու։ Այո, երբեմն անհրաժեշտ է լինում համատականներ անցկացնել մեր առաջարկող ծրագրի եւ Փաշինյանի արածների միջև, բայց ամբողջ խնդիրը, որ մենք մեր առջև դրել ենք եւ փորձում ենք դա լուծել, մարդկանց հետ մտնել երկխոսության մեջ, մարդկանց ներկայացնել Հայաստանին ուղղված առաջարկը եւ համոզել մարդկանց, որ եթե դու ուզում ես ապրել Հայաստանում, ունենալ պետություն եւ պետականություն, նախ առաջին հերթին պետք է գնաս ընտրությունների եւ երկրորդ հերթին քո ընտրությունով պետք է ընտրես պետությունը, պետք է ընտրես քո Հայաստանում ապրելու իրավունքը։ Ինչու են մարդիկ հետաքրքրված նաեւ Բարգավաճ Հայաստանի ծրագրով, որովհետեւ առաջարկ Հայաստանին ծրագիրը դա փակ սենյակներում գրված ծրագիր չէ։ Մինչ ծրագիրը գրելը, ես ինքս էլ երկար տարիներ մեր այլընտրանքային նախագծեր խմբի հարթակում հնարավորություն եմ տվել մարդկանց ներկայացնելու խնդիրները եւ խնդիրների վերաբերյալ իրենց պատկերացումները, դրանց լուծումները եւ այլն, եւ հետո դրանք առաջարկների տեսքով ներառվել են առաջարկ Հայաստանի ծրագրում։ Հետո շրջել ենք նաեւ մարզերում, հա, մարդկանց հետ խոսել ենք, հարցրել ենք իրենց խնդիրների վերաբերյալ իրենց պատկերացրած լուծումները, այնուհետեւ մասնագետները դրանց տվել են ծրագրային առաջարկի տեսք։ Խոսել ենք տարբեր ոլորտների մասնագետների հետ, բժիշկներ, տնտեսագետներ, շինարարներ, բիզնեսմեններ եւ այլն, եւ իրենց ոլորտների խնդիրները եւս հավաքագրվել է եւ առաջարկվել է համապատասխան լուծումները։ Հետեւաբար ես կասեի այսպես, առաջարկ Հայաստանին ծրագիրը ժողովրդի կողմից առաջարկված հենց ծրագիրն է եւ հիմա արդեն այսպես ամփոփված վերջնական տեսքի բերված հենց ներկայացվում է ժողովրդին։ Շատ ջերմ է անցնում հանդիպումները
մարդիկ իսկապես փոփոխությունների կարիք ունեն եւ դա ամեն հանդիպման ընթացքում մենք զգում ենք, մարդիկ դա շեշտում են եւ ըստ էության հունիսի 7-ը այո պետք է լինի լավ փոփոխությունների սկիզբը։ Տիկին Վարդանյան, նայեք, օրինակ այս կամ այն ուժերը, ովքեր որ հատկապես մարզեր են գնում, մարդաշատ է։ Օրինակ, երբ որ ես ուզում եմ հասկանալ մարդկանց քանակի առումով այդ մարդիկ ունեն ձայն թե չունեն, ստացվում է, որ Նիկոլը գնում է, մարդիկ հավաքվում են, ուժեղ Հայաստանը գնում է, հավաքվում են, դուք Ծառուկյանով ընդհանուր, այսինքն պատկերը ստացվում է այնպեսին, որ հրապարակները լիքն են։ Մարդիկ հետաքրքրված են այս կամ այն կուսակցության դաշինքի ծրագրերով, որ գալիս են, թե ուղղակի օրինակ Նիկոլինը մենք ականատեսն ենք, որ տանում են։ Օրինակ այդ դեմքերը շատ ակնհայտ է, հա, դեմքերը բոլոր տեղերում են, ոնց որ եկեղեցու դեմ էին, հա, արշավը սկսել այդ մարդիկ կոնկրետ սցենարով պիտի անեին այս բաները, նույն ընդեղ կա։ Բայց օրինակ այս մարդաշատության, հետաքրքրության, արդյոք կա այդ հետաքրքրությունը ընտրությունների եւ ծրագրերի հետ կապված։ Իմ գնահատմամբ այո, այս անգամ իսկապես մարդկանց հետաքրքրությունը մեծ է եւ մարդիկ ի զարմանս ինձ առաջին անգամ ուզում են խոսել ծրագրերի մասին։ Սովորաբար նախկինում ընտրությունների ժամանակ, իսկ ես բազմաթիվ ընտրությունների եմ մասնակցել, մարդկանց հետաքրքրում էր անհատը եւ այդ անհատը ինչպես է առաջիկայում իրականացնելու իր ծրագրերը եւ այլն, նույնիսկ առանձնապես թիմը այն ժամանակ չէր հետաքրքրում, հիմա հետաքրքրում է թե ինչ թիմով են մարդիկ գնում, ովքեր են ներկայացնելու այդ ծրագիրը հետագայում իշխանություն ձևավորելու պարագայում եւ այլն, այո հետաքրքրությունը կա, բայց դուք շատ ճիշտ նշեցիք, որ ի տարբերություն ընդդիմադիր ուժերի, օրինակ իշխանական ուժերը իրենց հետ տանում են այդ մասովկան, հա, եւ ձև են անում կարծինքը ստանալու համար, կներեք իհարկե պատկեր ստանալու համար, բայց սովորաբար այդպես է, հա, ընդունված ասում են, պատկեր ստանալու համար այդ մարդկանց հավաքում են, տանում են եւ Փաշինյանը բարձրանում է իր պիկապի վրա եւ սկսում է իր հերթական հիստերիաները, հերթական ատելության խոսքը, հերթական վիրավորանքները, հերթական սադրանքները եւ այլն եւ այդ մասովկայի համար բերված մարդիկ էլ այնտեղ իհարկե ծափահարում են, ողջունում են, խլացնում են այն ձայնը, որը կարևոր հարցադրումով կարող է մոտենալ։ Այո, եւ ամենակարևորը, որ մենք տեսանք, որ ըստ էության ի տարբերություն ընդդիմադիրների հավաքների, որտեղ ցանկացած մարդ կարող է մոտենալ եւ իր քննադատությունը ներկայացնել եւ մեզ համար դա ընդունելի է, մենք դա կարող ենք քննարկման առարկա դարձնել, կարող ենք չհամաձայնել եւ այլն, Փաշինյանի պարագայում, եթե ինչ-որ մեկը փորձում է քննադատություն ներկայացնել, բերանից բռնում հեռացնում են։ Այսինքն քո երկրի քաղաքացիները քո երկրում խոսալու իրավունք չունեն։ Եվ մի կարևոր հրահանգ է տրվել, որին կարծես թե արդեն վերջին մի քանի օրերի ընթացքում հետևում են, որ ովքեր մեզ հետ չեն, հեռացրեք իրենց այս հավաքից, այս ակցիայից կամ հանրահավաքից եւ այլն։ Ես հասկանամ այն մարդիկ, ովքեր որ իր հետ չեն, դրանք ժողովրդի մեջ մտնում են, թե իր համար արդեն կա յուրայիններ եւ ուրիշներ, այսպես, հա, եւ սա իհարկե շատ սարսափելի նախադեպ է ստեղծում, որովհետեւ Աստված մի արասցե, եթե հանկարծ Փաշինյանը ընտրվեց, իսկ ես վստահ եմ, որ նա չի ընտրվելու, այս պարագայում ինչ է անելու, մեր ժողովրդին բաժանելու է, ասելու է, հա, ովքեր ինձ հետ համաձայն են, ես նրանց վարչապետն եմ, ովքեր ինձ հետ համաձայն չեն, ինչու չեք մեռել, հա, մոտավորապես այս մոտեցումն է լինելու եւ սա շատ սարսափելի է, որտեղ ցանկացած քաղաքական ուժ, որ ձգտում է իշխանության, գալիս է դառնալու բոլորի իշխանությունը։ Այսինքն այդ թվում նաև ընդդիմադիրները, հա, եթե այսօր ընդդիմադիր են, վաղը ձևավորելու են իշխանություն, նրանք դառնալու են նաև Նիկոլի ընտրազանգվածի իշխանությունը եւ պետք է հավասարապես հոգ տանեն այդ ընտրազանգվածի համար, թեև ես վստահ եմ, որ ընտրություններից հետո երբ Փաշինյանը չի հաղթելու, այդ նույն մարդիկ պարզապես չեն ասել, լռելու են, որ իրենք եղել են Նիկոլի ընտրողները։ Եվ Տիկին Վարդանյան, մարդը կոնկրետ հայտարարություն տարածեց, նախ այն, որ եռագլուխ կուսակցությունների բան, հա, այդ հայտնի իրենց խոսույթում հայտարարեց, որ 31 թվականին Ծառուկյանի տունը, այն Սարի գագաթին գտնվող տունը դառնալու է ծերերի խնամքի կենտրոն։ Ես նախորդ իմ հաղորդման ժամանակ էլ ասեցի, այդ օրը ես հանդիպեցի իմ ծանոթներից մեկին, ինքը շատ այսպես չհասկացա ուրախ էր, թե տխրել էր, որ Նիկոլը ձեռքից վերցրել է Ծառուկյանի տունը։ Հարցեց, հա, Ծառուկյանը փաստորեն մնաց անտուն, հա, ասեցի
բան կա, որ ես չգիտեմ, ասեց դե Նիկոլը ձեռքից վերցրել է տունը։ Այսինքն այնքան վստահ ասաց, հա, այսինքն Նիկոլի հայտարարությունը այնքան է մարդու վրա, հա, կոնկրետ ազդել, եւ հասկացել է, որ այլևս վերջ, հա, տունը գտնվում է Նիկոլի ձեռքը եւ 31 թվին դառնալու է խնամքի կենտրոն ծերերի եւ այլն։ Հիմա ստացվում է այնպես, որ այս մարդու բոլոր ելույթները, հայտարարությունները, ստերը 18 թվականից մենք ստեր ենք լսում, չէ՞, դղյակները վերցնելու եմ, տալու եմ ժողովրդին եւ այդպես է չհասկացանք, որ դղյակը վերցրեց ու տվեց ժողովրդին, տեսանք Աբրահամյանի տունը, որը դարավ մեկ մարդու եւ այդ մեկ մարդու շուրջինների ինչ-որ Իրանց սրտի օլիգարխի Ծաղկաձորի հայտնի հյուրանոցը, էլի դարավ իրենց օլիգարխի սեփականությունը եւ այլն։ Հիմա ուզում հասկանամ, այս մարդը ոնց է փորձում մարդու սեփականությունը ձեռքից խլել, կզցնել, սատկացնել, վերացնել, չեմ կարողանում հասկանալ, բացատրեք ինձ։ Այդ սկսենք նրանից, որ այդ մարդը կարմիր գիծ չունի։ Այսինքն իր համար չկան մեզ բոլորիս համար այսպես անթույլատրելի սահմանները, որտեղ մենք օրինակ երբեք ընտանիք չենք մտնում, չէ՞, մեզ համար դա գիծ է, տաբու է եւ դրանից են կողմ մենք երբեք չենք գնում։ Չէ, այս մարդը այդ գծերը չունի եւ այս մարդը բոլոր գծերը հատում է եւ փորձում է դրանով մարդկանց համոզել, որ տեսեք, ես ձեզ խոստանում եմ ու անելու եմ։ Այդ նույն մարդկանց մոտ, օրինակ, ինձ հետ էլ զրուցողների մոտ շատերի մոտ հարցեր առաջանում, իսկ օրինակ Ծաղկաձորի այդ Golden Palace հյուրանոցը, որը տրվեց պետությանը եւ այլն, իհարկե, էլի բան չէր, դատական process-ով չէր, այլ համաձայնության արդյունքում տրվեց եւ այլն։ Բա այդ ինչի չդարձավ ծերերի խնամքի կենտրոն։ Ինչի դարձավ էլի ինչ որ մեկի սեփականությունը, թե ինչու այսօր ես չեմ կարող, չգիտեմ, դիմում գրել, ձեզ վերադարձրած ունեցվածքը։ Չէ, ինքը գնալ հանգստանալ, ինքը ասում է ժողովուրդ, ես վերցնում եմ եւ այդ վերցրածը վերադարձնում եմ ձեզ։ Հիմա Golden Palace-ը վերադարձրել է մեզ, սովորական ժողովրդին, հա, բայց եթե վերադարձրել է ժողովրդին այդ դեպքում ինչու է իրենց սրտի օլիգարխի սեփականությունը։ Հիմա այդպես իհարկե ես հասկանում եմ ինքը ստի եւ մանիպուլյացիայի վարպետը եւ իր հետ որը մեկը չի կարող մրցել, բայց այս մարդիկ պետք է պարզապես նստեն եւ պարզ հաշվար կանեն, թե այս 8 տարվա ընթացքում ինչ է փոխվել իրենց կյանքում։ Հա, իր ասած, որ խլել եմ եւ վերադարձրել եմ ձեզ, այդ վերադարձրածը ինքը ինչպես է շոշափել, ինչպես է զգացել իր կյանքում։ Որովհետև բացի նրանից, որ պետական պարտքն է ավելացել, Միչայլոց այսօր էլ հաստատեցին եւս 173 միլիոն եվրոյի պարտք են վերցնում, ուզում ասեմ հերթական պարտքը լինելու է մեր ուսերին, մեր սերունդների ուսերին եւ այլն, բացի դրանից, հիմա ժողովուրդը շոշափելի ինչ է տեսել, ասում է բարձրացրել եմ թոշակները, ասում է ես որ եկա թոշակները շատ ցածր էին, ես տարի բարձրացրել եմ թոշակը այնքան Երեք կամ 3 չառաջ օր այդ արտահայտությունն է, որ թոշակառուն սոված չի մեկ եւ կարող է իրեն թույլ տալ տարվա մեջ գնել մեկ զույգ կոշիկ, թեյի բաժակ, սուրճի բաժակ։ Հիմա սիրելի թոշակառուներ, դուք չեք զգում, որ ձեզ ձեռ են առնում։ Ինչ է նշանակում թոշակառուն սոված չի ու կարա գնի մի զույգ կոշիկ, այդ մուժիկին պակասեր մի հատ կոշիկ, հա, այս իրավիճակն է, այս ընկալումով ենք մենք վերաբերվում մեր ժողովրդին։ Այսինքն թոշակառուի կենցաղը պետք է սահմանափակվի միայն ուտելով, հա, այդ սոված չի լինելու, այդ էլ հարց է թե ինչ է ուտելու այդ տված թոշակի շրջանակներում, մեկ էլ կոշիկով ու մի հատ թեյի ու սուրճի բաժակով։ Իսկ այն, որ իրենք ասում են, մենք մեր պարգևավճարներով պետք է լավ հագնվենք, որ լավ աշխատենք եւ այլն, թոշակառուն հագնվել չի ուզում։ Դե ինչեւ է ասում եք բարձրացնենք, որ ինչ անենք, հա, թոշակառուն չենք կարողանում։ Հիմա էլ ասում է այդքանը բավարար է, որ սոված չունեն։ Մի հատ խնդրում եմ, էլի, մտեք խանութներ եւ համեմատեք գները, միջև այդ 10,000 դրամ բարձրացնելը եւ 10,000 դրամ բարձրացնելուց հետո։ Ինչը փոխվեց թոշակառուի կյանքում, բացի բարձր գներից։ Հիմա ուզում եմ ասեմ, այս սուտը, այս մանիպուլյացիան ինքը միևնույն է շարունակելու է, ինքը միևնույն է մարդկանց համոզելու է, որ ես բերելու եմ, խլելու եմ, վերադարձնելու եմ ձեզ եւ այլն, բայց եկեք սկսենք նրանից նախ արդեն
18 թվականից մինչ հիմա իրենք իշխանություն են եւ բազմաթիվ գործեր, որոնք որ անցնում են դատարանում, բոլորը դեռ վիճելի են, չունեն արդյունքներ, մի գործով, հա, փաստորեն ունեն միջև այս նախընտրական փուլը հասել են իրենց ցանկացած արդյունքին եւ դարձրել են դրոշակ, ժողովուրդ խլել եմ, ձերնա տալիս եմ ձեզ։ Բա այն մնացածը, բա այն ձեր ներքին պայմանավորվածությունները, որ սրա նրա հետ Լավ, ես ուզում եմ հասկանալ Ծառուկյանը պետության հաշվին ինչ է արել։ Ասենք, եթե չի օգնել, ասենք, որևէ մեկին, հա, եթե չի ստեղծել ինչ-որ աշխատատեղեր, այսինքն պետությունից ինչ է գողացել, որ այս մարդը անընդհատ ինչ-որ, եթե ինձ դեմ ես, ուրեմն դու թալանչի ես, եթե դու ինձ դեմ ես, ուրեմն քո երեխան հանցագործ է, եթե դու ինձ դեմ ես, ուրեմն ես կխլեմ քո Սա ինչ տրամաբանություն է։ Տրամաբանությունը հետևյալն է, որ Փաշինյանի համար անընդունելի է առաջին հերթին այս ժողովրդի համար ինչ որ բան արած մարդը, որովհետև եթե դու ժողովրդի համար ստեղծում ես աշխատատեղեր, եթե դու հնարավորություն ես տալիս, որ մարդիկ իրենց հոգան, իրենց կյանքը ապրեն բարեկեցիկ կյանքով եւ այլն, ուրեմն դու իր համար անընդունելի ես, որովհետև միակ փրկիչը նա է եւ միակ մարդը, որ կարող է 10,000 դրամ մարդկանց ինչ որ շնորհ անել, դա նա է։ Իսկ մնացած իր համար բոլորը հանցագործներ են, թալանչիներ են եւ բոլորին ուրեմն բռնելու է, փռելու է ասֆալտին եւ մնացած իր խոստացած սպառնալիքները եւ ատելությունը, որ շարունակում է սերմանել։ Դե անում է, էլի Տիկին Վարդանյան։ Իհարկե անում է։ Պետական դավաճանի անվան տակ ձեր ցուցակի երկրորդ համարը абսուրդ գործով իհարկե, որովհետև հասկանալի է, որ նպատակ ուներ այս պարագայում հարվածել նախընտրական process-ին, հարվածել ընտրական ցուցակին եւ այլն, ինչը իհարկե իր մոտ չի ստացվելու, որովհետև մարդիկ այնքան լավ տեսնում են, թե ինչպես են իրենք այս ընթացքում քրեական գործեր կարել, ինչպես են քրեական գործեր հորինել, կտրել, կծմծել ապացույցները եւ այլն, որ նույնիսկ այս անգամ էլ էս իրենց հայտարարությունը, պետական դավաճանություն, պետության ինքնիշխանության դեմ ուղղված գործողություններ եւ այլն մարդկանց մոտ նույնիսկ ծիծաղ էր առաջացնում, որովհետեւ նախ առաջին հերթին ես չեմ ուզենա իհարկե մանրամասների մեջ մտնել, որովհետեւ դրա մասին բազմիցս խոսել եմ, որ այնտեղ որևէ պետական գաղտնիք չի հրապարակվել եւ չի կարող վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի մի օր առաջ արած հայտարարությունները հետո գալ փակնիստին ընթացքում կրկնել եւ ասել դրանք փակ գաղտնի տեղեկություններ են եղել եւ այլն։ Հետեւաբար ես հասկանում եմ, որ այս գործը ջուր է, որ գալու է ժամանակը, որ սա էլ է, ուրեմն այս գործն էլ է քանդվելու, ինչպես բազմաթիվ այլ գործեր են քանդվում, բայց իհարկե սա լրացուցիչ լարվածության, լրացուցիչ ստրեսի պատճառ է դառնում, առանց այդ մենք բոլորս ապրում ենք սարսափելի ստրեսի մթնոլորտում, հա։ Ես օրինակ չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետություն բնակվող որևէ քաղաքացի, որ ամենօրյա ստրեսի միջով չի անցնում։ Մեքենա վարելը ստրես է, ճանապարհների խցանումները ստրես է, օդի աղտոտվածությունը ստրես է, այս շինարարության փոշին ստրես է, ամեն ինչ ստրես է, ու հիմա այս նախընտրական process-ն էլ գումարվելը, ես չեմ պատկերացնում մեր ժողովուրդը, հա, ոնց է այս ամեն ինչը հաղթահարելու եւ անցնելու։ Ընդհանրապես այսօր առավոտյան նորությունների մեջ կարդում եմ, որ քաղաքական հայացքների համար մեկը մյուսին սպանել է, վեճ ա եղել, վեճի արդյունքում սպանել է մեկը մյուսին։ Հիմա կարելի է մեր ժողովրդին հասցնել այս վիճակի, հա, կարելի է ձեր այդ ատելությամբ, ձեր այդ, չգիտեմ, ինչքան պետքա չսիրես այս ազգին եւ այս ժողովրդին, որ հասցնես այն վիճակի, որ մարդիկ քաղաքական հայացքների համար իրար դանակահարեն։ Կարելի է այսպես անել։ Կամ մեկ օր առաջ մի ընտանիքից 3 հոգու էին սպանել։ Մի ընտանիքից հորը եւ տղաներին, այո։ Ես չգիտեմ դրդապատճառը ո՞րն է եղել, բայց դա խոսում է մթնոլորտի մասին։ Դա խոսում է այն մասին, որ մենք ապրում ենք սարսափելի մթնոլորտում։ Կարելի է այսքան չսիրել այս ժողովրդին։ Հետո էլ ասում են, չէ, գիտեք, նախորդ տարվա ընթացքում հանցավորության կրճատում է եղել եւ այլն, բայց ավելացել են ծանր հանցագործությունները, առանձնապես ծանր հանցագործությունները։ Բա կավելանա։ Բայց եթե դուք ամենօրյա ռեժիմով ատելություն եք սերմանում, եթե դուք այս ժողովուրդը բաժանել եք խմբերի, բաժանել եք տարբեր հակադիր բևեռների, բա իհարկե կավելանան հանցագործությունները, բայց եթե ամբողջ իրավապահ համակարգը լծված է Փաշինյանին պաշտպանելուն,
Փաշինյանի համար հանրահավաքի այդ պատկերները ապահովելուն, ընդդիմադիրներին գաղտնալսելուն, քրեական գործեր սարքելուն, բայց իհարկե այդ պարագայում ամբողջ այս ատելության մթնոլորտի արդյունքում հանցավորությունների ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների աճ կլինի։ Էլ չեմ խոսում թմրանյութերի մասին։ Էլ չեմ խոսում, որովհետեւ սարսափելի վիճակ։ Տիկին Վարդանյան, մենք ինչ պիտի անենք, որ այն չկողմնորոշված զանգվածը, որը կա եւ քիչ չեն, հա, կարողանանք ամսի 7-ին տնից դուրս հանել, որովհետեւ այսօր կարծես առաջնային տեղում այդ խնդիրն է, որովհետեւ Նիկոլին դրա զանգվածը վազելով գնալու է եւ ընտրելու է, իսկ Նիկոլին ատող այն մարդիկ, ովքեր որ հա, գուցե չեն կողմնորոշվում, հա, առաջնային 3 ուժերից որ մեկին ընտրեն, բայց ամեն դեպքում այդ մարդիկ նաև չեն հավատում այլևս ոչ ոքի եւ որոշելու են չգնալ, բայց մենք պետք է կարողանանք բոլորս միասին Սա համատեղ աշխատանք պետք է լինի, այո, եւ այստեղ դա միայն մեկ ընդդիմադիր ուժի խնդիր չէ, միայն մեկ քաղաքական գործչի խնդիր չէ, միայն մեկ հանրային գործչի խնդիր չէ։ Սա պետք է լինի համատեղ գործ եւ երբ որ մենք ասում ենք ընդդիմությունը կարող է ունենալ միասնական օրակարգ եւ այլն, այո, առաջին հերթին ընդդիմության միասնական օրակարգը պետք է լինի, բացատրել մեր հայրենակիցներին, որ սա պարզապես ընտրություն չէ, սա պարզապես այսպես պաշտոնների համար պայքար չէ, սա իրականում Հայաստանում ապրելու իրավունքի համար պայքար է եւ այն մարդիկ, ովքեր որ տարբեր պատճառներով ուզում են արդարացնեն ընտրություններին իրենց չմասնակցելը, ըստ էության լուր դառնում են մասնակիցը այս իշխանությունների կողմից Հայաստանի ադրբեջանականացման կամ թրքացման, որովհետև արդյունքում այն ինչը իրենք անում են բերելու է հենց դրան։ Իշխանությունը հենց դրա վրա աշխատում է, Տիկին Վարդանյան, որ մարդիկ հիասթափվեն։ Ես գիտեմ, բայց ես ուզում եմ պարզապես մեր քաղաքացիներին առաջարկել հետ գնալ ընդամենը 2.5 տարի առաջ, 2023 թվականի սեպտեմբեր, այելի այդ մեր լռության շատերի քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա իմ գործը չէ, չգիտեմ, բոլորն են մեղավոր, ես ինչ գործ ունեմ այդտեղ, ես ինչ կապ ունեմ այդտեղ, այդպիսի մոտեցման արդյունքում 2023 թվականին դատարկվեց Արցախը։ Այդպիսի մոտեցման արդյունքում 150,000 մեր հայրենակիցներ զրկվեցին իրենց տնից, իրենց պատմական հիշողությունից, իրենց պապերի ստեղծածից։ Եվ հիմա այս նույն բանով, նույն մոտեցմամբ, եթե մենք ասում ենք, դե քաղաքականությունը մերը չի, մենք ինչ գործ ունենք, թող այնտեղ իրար ուտեն, չէ, այդպես են ձևակերպումներն անում եւ այլն, իմ շահը որն է այդ ամեն ինչից եւ այլն, ուզում եմ հիշեցնել, որ եթե 2023 թվականին Արցախցին գալու տեղ ուներ, մենք գնալու տեղ չունենք։ Մենք չունենք, երբ որ 300,000 ադրբեջանցի կգա Հայաստան, իրենց այդ սպեցնազներով, չգիտեմ ինչերով եւ իրենց անվտանգությանը ապահովող զինված ուժերով, չգիտեմ ինչերով, այդ ժամանակ մեր գնալու տեղը ո՞րն է լինելու։ Եվ հենց դա է խնդիրը, որ ես ուզում եմ խնդրել մեր հայրենակիցներին։ Տեսեք, մենք այսքան ժամանակ խոսեցինք, ես կարող եի ասել հունիսի 7-ին գնա եւ քվեարկիր համար 7-ին եւ այլն, բայց չէ, ես առաջարկում եմ, սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին գնացեք քվեարկության։ Գնացեք քվեարկության, որովհետեւ ես մի քանի անգամ կրկնել եմ ու նորից եմ ուզում ասել, մենք չենք կարող ունենալ Նիկոլի Հայաստան։ Դրա արդյունքը լինելու է կամ Նիկոլը կամ Հայաստանը։ Հիմա մեծ քաղաքացիներից ընդհանրապես մնում է հունիսի 7-ին գնալ ընտրության։ Եվ դա ես ինչու եմ ասում, սա մենակ մեկի գործը չէ։ Այստեղ իհարկե մեծ անելիք ունեն նաև հայտնի մարդիկ, հանրային գործիչները, առանձին քաղաքական գործիչներ եւ այլն, ովքեր մեզ հետ հավասար պետք է բացատրեն ընտրություն գնալու կարեւորությունը։ Դեք երբ կարող է որոշակի քաղաքական գործիչների կամ քաղաքական ուժերի նկատմամբ թերահավատություն լինել, հա, ասածները չընդունեն եւ այլն, բայց երբ դա ասում են բոլորը, եւ դա ասում են մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ են, մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ չեն, մարդիկ, ովքեր մշակութային գործիչներն են, իրենց ասպարեզը բոլորովին այլ է, ուսուցիչներ են, դատավորներ են, չգիտեմ, փաստաբաններ են եւ այլն, եւ այդ խոսքը գալիս է իրենցից, այս դեպքում մարդիկ իհարկե սա կարող է ազդեցություն ունենալ եւ հետեւաբար այո իմ կոչն է մեր բոլոր սրտացավ հայրենակիցներին մեզ
հետ միասին համոզեք մեր քաղաքացիներին, որ հունիսի 7-ի ընտրությունները ճակատագրական ընտրություններ են լինելու։ Դա Հայաստանի լինել կամ չլինելու ընտրություն է լինելու եւ հետեւաբար այո առաջինը հենց դա է համոզել, որ գնան ընտրության, հետո արդեն թող մարդիկ իրենց խղճի առջև որոշում կայացնեն, որ ուժին են ընտրում, որին են հավատում, որի ծրագրերն է իրենց համար ընդունելի եւ դրա արդյունքում կատարեն իրենց ընտրությունը։ Եվ Տիկին Վարդանյան, ամփոփելով մեր զրույցը, ինչու է իշխանությունը վախենում եւ անընդհատ կրկնում, հա, որ Գյումրի 2 չի լինելու։ Ինչի՞ց է այդպես տարակուսած։ Ես բացի այդ կրկնելուց իշխանության վարքագծում տեսնում եմ վախեր եւ այդ վախերը նաեւ արտահայտվում է Փաշինյանի պարբերական հիստերիաներով, հա։ Դա նշանակում է, որ իրենք էլ ամենօրյա ռեժիմով ունեն հարցումներ եւ այդ հարցումների արդյունքները ամենևին այնպեսին չէ, ինչպեսին իրանք փորձում են ներկայացնել։ Հատկապես իրենց հարցումները, որովհետեւ ազգային անվտանգությունը ինձ թվում է կոնկրետ։ Շատ ավելի ռեալ թվեր է իրենց հայտնում եւ դա է պատճառը, որ մենք տեսնում ենք իրենց այդ ցայտնոտային վիճակը, ճիշտ է, ընդամենը 9 օր է մնում նախընտրական քարոզարշավի ավարտին, բայց մեծ է իմ անհանգստությունը, որ Փաշինյանը միևնույն է չի անհանգստանալու, նա կարող է գնալ ռեպրեսիաների նոր ճանապարհով, ել չեմ ասում, որ օրինակ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ձերբակալվում են, կալանավորվում են եւ այլն, մտածելով, որ դա կարող է ազդեցություն ունենալ, թեև դա ավելի լուրջ հակազդեցություն է առաջացնում եւ ընդդիմադիր ուժերը շատ ավելի այսպես համառորեն են շարունակում իրենց նախընտրական քարոզարշավը։ Հետևաբար իր այս ցայտնոտը պայմանավորված է թվերով եւ որքան մոտենան ընտրությունների օրերը, այնքան իր համար թվերը անհանգստացնող են լինելու, որովհետեւ սովորաբար հենց այդպես է, հա, քաղաքական գործընթացներն են այդպես ցույց տալիս, որ մարդիկ հրապարակային խոսում են իրենց ընտրության մասին, որքան մոտենում է ընտրության օրը։ Հիմա եղած իրենց տվյալներով շատերը նույնիսկ չեն պատասխանում, չէ, որովհետև երբ մոտենում են ընդդիմադիր որևէ ուժի կողմնակցին, նա կարող է ասել ես չեմ պատասխանում ձեր հարցին, իմանալով հանդերձ, որ իր հարցի հրապարակային պատասխանը կարող է իր համար այս իշխանությունների կողմից հետապնդման պատճառ դառնալ։ Այդպես են իրենք, հա, եթե դու որևէ ուժին հարում ես, քեզ աշխատանքից կարող են հեռացնել, ընդհանուր երեխայիդ մանկապարտեզից կարող են հեռացնել եւ այդպիսի սպառնալիքներ են հնչեցնում եւ այլն, աշխատանքից կարող են հեռացնել, ինչպես մեր նախընտրական ցուցակի 2 տեխնացուներին հեռացրեցին աշխատանքից։ Ուզում եմ ասեմ, այդպիսի գործելավոճ տեսել են եւ դա է պատճառը, որ շատ հաճախ քաղաքացիները ասում են ես չեմ պատասխանելու ձեր հարցին եւ բայց ինչքան մոտենում է ընտրության օրը, այնքան ավելի մարդկանց որոշումը ավելի կայուն է դառնում եւ հետեւաբար Փաշինյանը այդ տվյալներին էլ է տիրապետում եւ տիրապետելու եւ մենք կտեսնենք առաջիկայում նոր հիստերիաներ, նոր ցնցումներ, բայց ուզում եմ մեկ անգամ եւս իրենց հիշեցնել, որ սովորաբար այդպիսի ցնցումները, որոնք որ իշխանության կողմից իրականացվում են, շատ ավելի ուժեղ հակազդեցություն են առաջացնում եւ թող չմոռանան այդ մասին եւ հունիսի 7-ը հենց այս իրենց ողջ քաղաքականության հակազդեցությունն է լինելու։ Իսկ 3 որ օդանավակայանից առաջ չեկավ հայտնի պաշտոնյան Ամերիկայի ականջին ինչ որ բան ասել, հա, Տիկին Վարդանը։ Տպավորությունը ինչ որ բան է բերել, ինչ որ բամբերի դերում։ Ես կարծում եմ, սա իհարկե շատ ավելի ընդհանրացակ թեմա է եւ մենք առիթ կունենանք դեռ կզրուցենք եւ նախաստորագրած այդ փաստաթղթի մասին եւ այն մասին, թե այդ ճանապարհը Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ստեղծվող ճանապարհ է եւ ամենևին չի արտահայտում Հայաստանի շահերը, սրա մասին լրացուցիչ կխոսենք եւ այլն, բայց ես ուզում եմ մեջ բերել քաղաքագետներից մեկի դիտարկումը, որ արեց 3 ասեց ես 2 բան եմ տեսնում։ Մեկը, որ կարծես թե իրենք ԱՄՆ-ն գալիս է այստեղ մարդկանց համոզելու համար, որ սա իրենց սրտի իշխանությունն է, բայց այդ նույն բանը տեղի ունեցավ Հունգարիայում եւ ամենևին մարդիկ չհամոզվեցին, որ պետք է այդպիսի ընտրություն կատարեն եւ երկրորդը, որ դիտարկումը, որ նայեր, որ իսկ միգուցե այսպես շտաբ զվարթնոցում փաստաթուղթ ստորագրելը պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ-ն եւս վստահ չէ, որ այս իշխանությունը
իշխանությունը վերարտադրվելու է, հետևաբար կորզել ինչ որ մի բան, հետագայում նոր իշխանությունների հետ նախաստորագրած փաստաթղթով բանակցելու համար։ Տեսնենք, այնուամենայնիվ սարերի ետևում չէ, եւ ես կարծում եմ եւ ԱՄՆ-ի, եւ Եվրոպական միության, եւ Ռուսաստանի, եւ նույնիսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար շատ ավելի կարեւոր կլինի բանակցել կայուն իշխանության հետ, ոչ թե այսօրվա իշխանության նման հեղեղուկ մի իշխանության հետ, որը բոլորին փորձում է խաբել, բայց ստացվում է այնպես, որ վերջում իրականում շատ ավելի վատ վիճակում հայտնվում ենք մենք եւ ոչ թե այդ պետությունները, որոնց ինքը փորձում է խաբել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հուսանք հունիսի 7-ից հետո, այսպես ավելի խղճներս հանգիստ Հայաստանի անելիքների մասին խոսենք ապագայում։ Այո, վստահ եմ մենք խոսելու ենք Հայաստանի զարգացման մասին։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ